Մեր հարևան պետությունների անհանդուրժողական քաղաքականությանը մենք չենք պատասխանում նույն կերպ։ Երեկ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի հնչեցրած այս տեսակետի հետ համաձայն էին այսօրվա բանավեճի մասնակիցները։ Մենք չենք պատասխանում հայատյացությանը, ադրբեջանա-ատյացությամբ, այլ հակառակը մենք վերլուծում ենք նրանց գործողությունները, նրանց գործունեությունները, տալիս ենք գնահատական, դա մեր, ես կասեի, ոչ թե թույլ, այլ ուժեղ կողմն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսները վերլուծեցին թշնամու կերպարը։ Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով թուրքերին որակելը ունի խորը արմատներ։ Դրանք պետք է փնտրել դարեր առաջ Թուրքի մեջ ձևավորված մշակույթում։ Քաղաքագետի պնդմամբ դա քոչվորությունն է։ Նրանք սովոր են յուրացնել ուրիշինը։ Սակայն պարոն Մանասյանը ցավով նշեց, որ մենք ինքներս ենք թուրքերին պատերազմ սկսելու իրավունք տալիս։ Սա է ցավը։ Այն դեպքում, երբ ինքը ունի գրավյալ տարածքներ, այն դեպքում, երբ ինքը ցեղասպանություն իրագործեց Նախիջևանում, որը Ղարաբաղյան թեմայի հետ ոչ մի կապ չունի։ Եվ անում էր դա միջև Ղարաբաղը եւ Ղարաբաղից հետո։ Ըստ հոգեբանի Թուրքի մեր ցեղասպանի հոգեբանությունը արմատավորված է եւ այդ մասին մենք անընդհատ պետք է հիշեցնենք միջազգային բոլոր ատյաններում։ Ղարաբաղը թողնել նշանակում է դնել յաթաղանի տակ թուրքական։ Սպանդ կառաջանա միանգամից ոտից գլուխ։ Այս հարցն պետք է մենք իմանանք եւ ինչքան էլ դարը փոխվել է, ինչքան էլ adekvat չի դիտվում այսօր արդեն այդպիսի բաներ են, բոլոր դեպքերում իրենց հոգեբանության մեջ նրանք չեն փոխվել։ Լուսինե Դեմիրճյան, Արամ Նացականյան, IPV